Իմ շատ սիրելի հարազատներ, դուք հենց հիմա տեսնում եք ով է իմ կողքը, ներկայացնելու կարիք ընդհանրապես չկա, իմ շատ սիրելի հովիվ Արթուր Սիմոնյանը, ու ես կուզեմ, որ նա իր սրտի խոսքից ձեզ ինչ-որ ուղերձ փոխանցի, Տեր օրհնի հովիվ ջան։ Աստծո օրհնություն լինի բոլոր հետևորդներին, որ Սևակին հետևում եք, ասեմ հրաշալի օծյալ է Սևակը, գիտեք այստեղ այնքան վկայություններ եմ լսում, որ իր երկը լսելով մարդիկ բժշկվել են, ազատագրվել են, հիվանդանոցներ մարդիկ հիվանդները ականջակալներով լսել են Սևակին, թե ոնց է փառաբանում Աստծուն եւ ստացել են իրական ազատագրում բժշկություն։ Հավատացած եմ, որ նրա միջոցով Տերը շատ ուժեղ գործում է, բայց նույնպես հավատում եմ, երբ որ դուք հետևում եք ինչ-որ մեկին, պետք է նույնպես նմանվեք եւ մեծ պտուղ բերենք մեր Հիսուս Քրիստոսին, որովհետեւ գիտեք ժամանակները կարճ են, ժամանակները շատ շուտ են անցնում եւ մենք չգիտենք վաղ արտանանք ինչ է լինելու այս աշխարհի հետ, ոնց անելու, բայց ամենակարևորը եկեք բռնվենք Հիսուս Քրիստոսից եւ Տիրոջ փառքը մեզ վրա լինի, սիրելիներս, ինչ էլ անենք, եկեք Տիրոջից երբեք չհեռանանք, Աստծո օրհնությունը ձեզ վրա լինի։ Փառք Աստծուն, շատ շնորհակալ եմ հովիվ ջան, ինձ համար ու բոլորիս համար պատիվ է իրականում ձեզ հետ միասին ծառայելը, ուզում եմ հետաքրքիր մի բան էլ ասեմ, այն բանը, որ մենք տեսնում ենք մի մարդուց, որը արջևից գնացողի էություն ունի, ու տեսնում ենք ու իրականում սովորում ենք ու գիտենք, որ ամոթ չի ու հպարտություն կլինի ասել, որ իրարից սովորելու բան չունենք։ Եկեք իրականում տեսնենք բոլորը սովորում ենք իրարից։ Այո, ինչ ուժեղ բնավորություն կա, իսկ այդ բոլոր ուժեղ բնավորությունները ծնվում են Տիրոջից։ Տերը օրհնի ձեզ, հովիվ ջան, նոր ինտուզիազմ, նոր երիտասարդական ավի ունեմ տեսնում ձեր մեջ ու հավատում եմ հրաշալի ու երկար ճանապարհ ունենք գնալու միասին։ Բայց միան գաղտնիք ասում, ես երիտասարդ չեմ, ես արդեն հասուն մարդ եմ, շատ ծեր չեմ, բայց հասուն մարդ եմ եւ դրա համար չեմ ուզում երիտասարդական պտուղ բերեմ, ուզում հասուն պտուղ բերեմ։ Այո, ամեն։